Ողջույն, դուք լսում եք Հանրագիր ոդքասթը, այսօր իմ հյուրն է Սոնա Մանուսյանը, որը հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրությունների գիտական խմբի ղեկավարն է։ Ողջույն Սոնա եւ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն, Աննա, շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստանում կատարված վերջին իրողությունների ֆոնին իշխանապողություն, հետո պատերազմ, Արցախի հայաթափում շատ գիտակարգեր կան, որոնցում հետազոտական նոր թեմաներ են առաջ եկել եւ շատ գիտնականների հետ զրույցներում եմ տեսնում, որ իրենք այդ բոլոր գործընթացներն ուսումնասիրելու, հետազոտելու, եզրահանգումների գալու անհրաժեշտություն ունեն եւ հոգեբանությունը, քո գիտակարգը բացառություն չէ, հետեւաբար այս զարգացումների, իրադարձությունների ֆոնին ինչ կարեւոր հարցեր են առաջ եկել, որոնք հոգեբանական դիտանկյունից ուսումնասիրելու անհրաժեշտություն է առաջացել։ Սա շատ կարևոր մեկնարկային հարց է, իրականում դեռ մինչև այդ 2018-ի իրադարձությունները եւ դրանից հետո ծավալված արդեն ավելի բարդ իրադարձություններ, պատերազմ, ինչպես նաեւ արդեն գլոբալ անորոշություններ եւ անկայունություններ, նույնիսկ մինչև դա ես արդեն որպես մասնագետ որպես հոգեբան փորձում էի նայել ոնց որ անհատից մի քիչ անհատական, հոգեբանական հարցերից մի քիչ դուրս եւ դիտարկել ընդհանրապես հանրային մակարդակում տեղի ունեցող process-ների վերաբերյալ ինչ կարող է ասել հոգեբանությունը, բայց անշուշտ այդ իրադարձությունները ավելի արագացրին եւ վերջապես մեզ ջղայնացրեցին, ասին դե լավ չէ, այսպես չեղավ, մենք այս գիտակարգը նույնպես պետք է զբաղվի հասարակության համար առաջնահերթ հարցերով։ Հոգեբանական տեսանկյունից մենք մեզ համար առաջնահերթ է այս ոնց ասեմ աշխարհակարգը քանդող կամ քո առօրյա պատկերացումները քանդող վերաիմաստավորումներ պարտադրող process-ներում տեսնել թե մարդը իր ինչպես է պահպանում կամ կորցնում իր ազդելու կարողության զգացումը, ինչպես է վերադասավորվում կամ վերաիմաստավորվում իր ինքնության պատկանելության հարցը, այսինքն մեզ համար կարևոր դարձավ հասկանալ անհատ պետություն հարաբերության հոգեբանական կողմը, այսինքն ոնց անել, իհարկե սկզբում հետազոտական տվյալներով, բայց հետո ոնց այդ տվյալներով օգնել, որ հանրության միավորը, անհատը շարունակի իրեն տեսնել որպես սուբյեկտ եւ այս ոնց ասեմ, այս հորդառատ process-ներում, որտեղ մարդուն sense կարա սրբի տանի, մարդը շարունակի իրեն տեսնել որպես գործոն, որպես գործորդ, որը միջազգային գրականության մեջ ասում են ագենտ, այսինքն ազդելու կարող սուբյեկտ, այսինքն այստեղից է ծնվել, բայց անշուշտ եղել է մինչև իրադարձությունները, ուղղակի այս իրադարձությունների շղթան ստիպում է ել ավելի պատասխանատու ձևով անել եւ նաեւ մի հարց է կա, որը քիչ ուշ քննարկենք, այդ իրադարձություններով հետազոտողն է ազդվում, հետեւաբար արդեն հետազոտությունը այլ ավելի ռեֆլեքսիվ պիտի դառնա։ Իսկ կար այդպիսի վարկած, որ այս իրադարձությունները կարող էին նպաստել նրան, որ մարդիկ ավելի օտարվեին հանրային, քաղաքական եւ այլ գործընթացներից, այսինքն գուցե տեսություններ դա ցույց տալիս, միջազգային պրակտիկաներ ցույց տալիս, որ հետազոտական այս հարցերը առաջ եկան։ Ուրեմն հենց պատերազմը ինքը նույնիսկ եթե մի կողմ դնենք ելքը, այսպես ասած դա որպես պարտություն կլինի, թե կկարողանաս որպես հաղթանակ փաթեթավորել հասարակության վրա, ասենք, միևնույն է բերում այդ խնդիրները եւ այդ խնդիրներից մեկը համերաշխության եւ կապերի թուլացումն է։ Ճիշտ է, կարճաժամկետ հասարակությունը կարող է մոբիլիզացվել, եւ այդ ոնց որ էներգետիկ եւ այսպես ասած սոցիալական մոբիլիզացիան տեղի ունենա եւ ինքը ոնց որ բայց պատերազմից հետո արդեն սկսվում են ավելի շատ դիտարկվել ֆրագմենտացման, այսինքն հասարակության մասնատման, ինչպես նաեւ բևեռացման տենդենսների, այո, դա միայն հայկական իրողություն չի եւ այո, դրա վրա պետք է ոնց որ այդ պուլսը պահել, որովհետեւ ոչ թե շահարկված իմաստով, որ հասարակությունը բևեռացված է, բոլորը դա են ասում, այլ այն իմաստով, որ իսկապես տրավման, այս հարվածը, վնասվածքը, թե անհատական մակարդակում, թե կոլեկտիվ մակարդակում բերում է ֆրագմենտացման։ Իսկ առողջ հասարակությունը միշտ բնութագրվում է կապերով, այնպես որ անուղղակի նպատակ նաև մեր հետազոտությունների այդ համերաշխությունը, որ անգլերեն հնչում է cohesion, ոչ թե համախմբվածություն, բան sense ազգայնական իմաստով, այլ կապակցվածություն հասարակության։ Եվ այս բոլոր հետազոտական հարցերը, թեմաները, մտահոգությունները
2023-ին միավորվեցին որպես նոր թիմ սկսելու գաղափար ու ձևավորվեց Երևանի Պետական Համալսարանում հեռավար լաբորատորիա։ Մեզ լսողների համար բարձրաբանենք, որ հեռավար լաբորատորիաները թիմեր են գիտական, որոնք ունեն Հայաստանից ղեկավար եւ արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններից համաղեկավար, որոնք միասին 5 տարի ժամկետով հետազոտություններ են իրականացնում։ Պիտի խնդրեմ պատմես գաղափարի մասին նախ լաբորատորիայի, ովքեր են այնտեղ միավորված եւ արդեն ավելի կոնկրետ հետազոտական ինչ հարցեր է լաբորատորիան իր առջև դրել։ Լաբորատորիայի գաղափարը, որ երկար խմորվում էր, մինչև հեռավար լաբորատորիաների այդ դրամաշնորհի մասին նույնիսկ իմանալը, այնպես ստացվեց, որ մեզ հետ կապ հաստատեց, մեզ հետ ասելով նկատի ունեմ անձիվ սոցիալական միջավայր արդեն գործող լաբորատորիայի իմ գործընկերներից Նարինեն Խաչատրյան, Անին Գրիգորյան իրենց հետ կապ էր հաստատել մեր հայրենակից, բայց Գերմանիայում գործող սոցիալական հոգեբան Արինա Արյանյան եւ մենք շատ շուտով իրար հետ sense ոնց որ շատ ընդհանուր եզրեր գտանք եւ որոշեցինք հանդիպել առցանց եւ խոսել, տեսնել թե միասին ինչ կարող ենք անել, որովհետեւ Արինը շատ ցանկանում էր ինչ որ մի բան անել, որպես սոցիալական հոգեբան, հետազոտական մակարդակում, որ կապ ունենա Հայաստանի հետ, որ օգուտ բերի Հայաստանին եւ մենք այդպես ուղեղային գրոհ էինք արել եւ ուրվագծել ենք այն ուղղությունները, որոնցով պոտենցիալ կարող ենք իրար հետ աշխատել, մեկ էլ հանկարծ եկավ այդ հնարավորությունը դիմել հեռավար լաբորատորիաների, այսինքն գաղափարը խմորվում էր մինչ այդ եւ գաղափարի հիմքում ընկած էր ցանկություն, նպատակ, հավակնություն իրար հետ ինչ որ համատեղ միջդիսցիպլինար եւ միջազգային հետազոտություն անել եւ հետո այդ ամեն ինչը կոնկրետացավ հեռավար լաբորատորիայի մեր հիմնադրման գաղափարում Արինը Բիլեֆելդի Գերմանիայի Բիլեֆելդի IKG միջբնակավարային կոնֆլիկտի եւ բռնության հետազոտությունների կենտրոն, այդպես է կոչվում, այդտեղ գործող սոցիալական հոգեբան է եւ այդպես մենք մի խոսքով կամուրջներ հաստատեցինք ու սկսեցինք իրար հետ դիմեցինք եւ բարեբախտաբար մեր ծրագիրը հավանության արժանացավ։ Այդ ձեր համատեղ գաղափարները, հարցերը ինչ թեմայի մեջ միավորեցիք, հա ինչ թեմայով դիմեցիք ու արդեն ըստ դրա ինչ հետազոտական հարցեր բխեցին այդ ընդհանուր մեծ թեմայից։ Նախագծի նպատակը կամ կարելի ասել ավելի sense ընդհանուր գիծը եթե շատ ավելի ընդհանրական լեզվով ասեմ, քաղաքացի պետություն հարաբերությունների հոգեբանական կողմերը հասկանալն է, իսկ եթե ավելի կոնկրետ, մեզ հետաքրքրում էր թե 2018 իրադարձությունից հետո, որը մենք անվանում ենք հետհեղափոխական, հա, եւ փակագծերում հետ պատերազմական, ինչու որովհետև անկայունությունները եւ անորոշությունները դեռ շարունակվում են եւ վտանգի սպառնալիքների կոնտեքստը կա, հա, այդ ժամանակաշրջանում ինչ է տեղի ունենում քաղաքացու, հա, մասնակցության հետ քաղաքացիական մասնակցության հետ, քաղաքական մասնակցության հետ եւ դրա վրա ինչ գործոններ են ազդում ինքնության գործոնը ինչպիսին, այսինքն այն թե ինքը ինչպես է իրեն դիրքավորում պետության հանդեպ, ինքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, չի պատկանում, ազգային պատկանելությունը, դրա հետ կապված ինքնագնահատականի փոփոխությունները ինչպես են անդրադառնում քաղաքացիական ներգրավման եւ փակագծում էլի, հա, չներգրավման վրա, որտեղ մեր ենթադրությունն այն էր, որ այս բարդ եւ մի տեսակ մարդու ազդելու կարողությունը, հա, կարողության զգացում խլող իրադարձությունները շատ խնդրահարույց են եւ պետք է հասկանալ հատկապես ինչն է տուժում, հա, հատկապես որ կետում է, որ գործոնների բերումով է, որ մարդը սկսում է նորից օտարվել, նորից կասկածի դնել վիճարկել իր ազդելու եւ մասնակցելու իմաստը, հա, եւ մենք մի խոսքով հիմա այդ process-ի մեջ ենք։ Մի քիչ քաղաքականացնեմ, հատկապես սպասվող ընտրությունների նախորդին շատ են խոսակցությունները այն մասին, որ ընտրություններով հանրությունը ոնց որ թե այդքան էլ հետաքրքրված չէ եւ հատկապես այդ համատեքստում այս հարցերի պատասխանները գտնելը գիտական, հա, տեսանկյունից պիտի որ շատ հետաքրքիր լինի։ Մանավանդ որ այստեղ տարբեր շերտեր կան, տես օրինակ մենք ընդհանրապես հասարակագիտությունը, որը դիտարկում էր Հայաստանում ընթացող process-ները վերջին 15-20 տարում, հաճախ խոսել են մասին, որ Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմը եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակությունը վերելքի վրա է,
չէ, որովհետև մենք տեսնում ենք, թե մարդկանց համար, որոնք ես երկար տարիներ իդեպ, հա, ակտիվիզմ եմ ուսումնասիրել, սոցիալական շարժումներ միջև էս հեռավար լաբորատորիան որպես անհատ, հա, հետազոտող եւ միշտ դիտարկել եմ, թե ոնց է այդ դինամիկան, այդ փոփոխությունը նաեւ հանրային պատկերացումներում տեղի ունեցել, եթե սկզբում, օրինակ, չգիտեմ, 2007 թվականին, 8 թվականին ակտիվիստական խմբեր ինչ որ բան ենամ եւ լայն հանրության համար, հա, այսպես ասած հասարակ մարդու համար, հա, պայմանական եմ ասում հասարակ, հոգեբանի համար հասարակ, ուղղակի ոչ ոնց որ ակտիվիզմի մեջ չներգրաված սովորական քաղաքացու համար դա շատ կասկածելի բան էր, այս ինչ են անում, անիմաստ բան են անում, համ ինչ ոչ ման չի փոխվելու, այս ինչ եւ այլն, հա, բայց քիչ-քիչ հանրային պատկերացումները փոխվեցին եւ հատկապես 2018-ի իրադարձությունները, ինչպեսին էլ որ մենք դա անվանենք, բերել էին ակնհայտորեն բերել էին մի ինքնաանկալման, որը շատ զորեղացնող էր, որտեղ մարդիկ տեսան, հա, անկախ նրանից թե ինչի շնորհիվ տեսան, բայց տեսան, որ իրենց գործողությունը բերում է իրենց մասնակցությունը, ներգրավումը քաղաքացիական բերում է արդյունքներ, հա, եւ դրանից հետո մենք ստացանք հարվածներ, այսինքն ոնց որ վերելքից ընկնես, այսինքն եւ տարբեր արդեն ոչ միայն սովորական քաղաքացիությունը, այլև քաղաքացիական հասարակության ավելի ակտիվ խմբերը անցան ինքնա ոնց որ վիճարկման ու ինչ որ sense, եթե կներեք, բայց այդ բառը պիտի ասեմ մանտրաժի ինչ որ этаպով, որը դեռ կարծում եմ շարունակվում է եւ արտահայտվում է ոչ վերջին հերթին լռություններով։ Մարդիկ լռում են շատ բաների մասին այլևս չեն խոսում եւ մենք տեսնում ենք նաեւ քաղաքացիական խմբերի մոտ ոնց որ ցածրաձայն արդեն վիճակա մենք տեսնում ենք որ մարդիկ խնդիրները դիտարկում են, տվայտվում են, բայց այլևս դա չի դառնում բողոք այն ձևով, որով կար միջև հեղափոխություն, այսինքն այս փոխկապակցված բաները պատերազմի ազդեցություն հեղափոխությունից հետո մարած ինչ որ դինամիկա շատ կարևոր է հասկանալու համար մենք բազմաշերտ հետազոտություն ենք անում, օրինակ մեր առաջիկա հետազոտական դաշտը, որը սկսում ենք շուտով, 3 խմբեր է առանձնացնում։ Մենք սովորական քաղաքացիների հետ ենք հարցազրույցներ անելու եւ հետո նաեւ քանակական ոնց որ հարցախույս։ Մենք նաեւ խորքային հարցազրույցներ ենք անելու ակտիվիստների կամ նախկին ակտիվիստների հետ, այսինքն մարդիկ, ովքեր իրենց այդպես դիրքավորում են եւ ինչպես նաեւ գուցե նաեւ քաղաքական գործիչների հետ։ Այսինքն լիովին ուզում ենք մտնել եւ փորփրել, էլի։ Հետազոտական շատ բազմակոմպոնենտ թեմա է, հետևաբար հետաքրքիր է որտեղից սկսեցիք ձեր հետազոտությունը, առաջինը ինչը փորձեցիք հասկանալ, որ հետո դրան ոնց որ առաջինը երևի թե ամենադժվարն է, չէ՞, ինչ որ կետից սկսել, հետո հասկանալ թե ոնց պիտի զարգանա։ Շատ ճիշտ է, ու այս մեր հետազոտության մեջ ընդհանրապես սոցիալական հոգեբանության մեջ կոնտեքստ հասկացությունը շատ կարևոր է, անընդհատ կոնտեքստը պետք է հասկանաս, իսկ կոնտեքստը նույնիսկ հարաբերական է ասել կոնտեքստն, հապես իրավիճակը, որում տեղադրված է այն խնդիրը, որը դու ուզում ես ուսումնասիրել, անընդհատ փոփոխվում է։ Օրինակ, շատ, ասենք, մենք 2023 թվականին, երբ որ հաստատվեց մեր դրամաշնորհը եւ մենք սկսեցինք աշխատել, ընդամենը կես ամիս հետո, արդեն բլոկադան ընթացքի մեջ էր, ընդամենը կես կամ 1 ամիս հետո հայաթափումը եւ այդ տեղահանությունները եւ այդ վայրագությունը տեղի ունեցավ եւ ոնց որ ավելացավ եւս մի գործոն։ Ու եթե այսպես հիմա ես մտովիթելով անընդհատ դու որոշում ես նկարագրել կոնտեքստը, որ սկսես բուն հետազոտություն անել, բայց կոնտեքստը չի վերջանում։ Անընդհատ տեղական եւ միջազգային մակարդակում ընդ որում, այսինքն մեր համար հետը շատ կարևոր կոնցեպտ դարձավ նաեւ ոնց որ այդ persisting բան շարունակվող անորոշությունը, հա, այսինքն մենք հասկացանք, որ մենք կոնտեքստը չենք կարող անընդհատ բնութագրել, ինքը անընդհատ փոխվելու է, բայց կամ մի բան, որը անպայմանորեն, որ ավելին է, քան նույնիսկ կոնտեքստը, միջավայրը, մեդիան ուսումնասիրել, այսինքն փորձել հասկանալ, թե լրատվությունը ինչպիսի ոնց որ այսպես ասած մտքի համար, այսօրվա Հայաստանի քաղաքացու համար, ինչպիսի էկո միջավայր է ստեղծվում, հա, ինչ խնդիրներ ունենք այդտեղ, եւ մենք ձեռնարկեցինք հետեւաբար սկզբում շատ փոքր մաս որպես մտածված, բայց հետո քիչ-քիչ բավականին մեծ մաս դարձած մեդիայի կոնտենտ վերլուծություն եւ մենք վերցրեցինք 4 տելեգրամյան ալիք այդում ինֆոկոմը եւ որոշակի ընտրանքի չափանիշներով պատահականության փուլեր վերցրեցինք եւ սկսեցինք ոնց դրա կոնտենտ վերլուծությունը անել
Այդ մեծ մեդիադաշտից, որ շատ հաճախ որպես բևեռացված է նաև նկարագրվում, ոնց ընտրություն կատարեցիք, որ հենց այս 4 ալիքներն ենք վերցնում եւ ինչ եք փորձում հասկանալ արդյոք տրամադրած լրատվության բովանդակությունը, սպառման չափը կամ թե ինչպես է հանրությունը արձագանքում այդ լուրերին, ինչն էր, որ փորձում եք այդ կոնտենտի ուսումնասիրությամբ հասկանալ։ Ես այս մեր ուսումնասիրության այս բաղադրիչը շատ եմ սիրում, կարող եմ ողջևորվեմ ու երկար խոսեմ, դու ինձ կընդհատես Անա ջան։ Ուրեմն ընդհանրապես իմ որպես սոցիալական հոգեբան, ընդհանրապես որպես հոգեբանի հետազոտողի ինտելեկտուալի համար շատ կարևոր է ոնց որ մասնակցային եւ ռեֆլեքսիվ սկզբունքը հետազոտության մեջ, այսինքն դու ուղակի էքսպերտ չես, որ եկել է դրսից ու կարաս ասես դու ինքդ հենց քո միջով անցկացնելով քո ոնց որ ստեղծում ես տվյալ, որը իմաստալից է քո հասարակությունը հասկանալու համար։ Հիմա կոնկրետացնեմ սա օրինակով։ Մեդիայի կոնտենտ վերլուծության մեր ձևը մոտեցումը բավականին նորարարական է եղել։ Մենք ոչ թե ուղակի սենց դրել ենք ու ուրեմն պրոցեդուրան շատ չներկայացնեմ, ինչի ընտրեցինք մենք Telegram, որտեղ Telegram-ը ոնց որ սենց հարմար կրճատ տարբերակն է լրատվական հոսքի, սովորաբար բոլոր ալիքները եւ ընդհանրապես լրատվական թեկուզ TV-ները ունեն իրենց ոնց որ ներկայացվածությունը Telegram-ը նաև քանի որ էլի եմ ասում մեր համար դեռ որպես փոքր բաղադրիչ էր մտածված այդ ժամանակ մեդիա վերլուծությունը մենք որոշեցինք sense կոմպակտ հետազոտություն անել դրա համար կանգնեցինք Telegram-ի վրա որտեղ Telegram-ից նաև պրոցեդուրալ առումով հեշտ էր այդ կոնտենտը դուրս հանել ուրեմն մենք այդ ընտրված փուլերում վերցրեցինք այդ ինչ լրատվություն որ կար դա որոշակի հենց sense ծրագրեր գրելով կոդեր գրելով իմ ոնց որ թիմի մասնակիցներից մեկը արել է եւ հետո մենք ունեցանք բազա, հա, ասենք ոնց որ տվյալների բազա։ Դրանից մենք արդեն հանեցինք այն լրատվական հատվածը, որը չի վերաբերում քաղաքացի պետություն հարաբերությանը, այսինքն օրինակ չեմ եղանակի տեսություն եւ այլն։ Մնացածը ինչ որ վերաբերում էր ներքին քաղաքական կամ արտաքին կամ ռեգիոնալ մակարդակում Հայաստանի իրադարձություններին կամ Հայաստանի քաղաքականության ցանկացած ոլորտում սկսեցին կոդավորել ու ինչպես էին կոդավորում, սա եմ ուզում ընդգծել, հա, ինչ նշանակում կոդավորել, այսինքն մի շարք պարամետրերով, օրինակ, ինչա լուրը ասում, ինչպես ոնց որ երկար լուր է, չէ՞, օրինակ, Infocom-ի պես բոլորը կոմպակտ չեն, էլի երբեմն մենք ունենք ալիքներ, որ երկար խոսում են, բայց վերնագիր չկա եւ պետք է օրինակ վերնագրելուց սկսած վերջացրած հիմա ուզում եմ դրա վրա կենտրոնանամ Նրանով թե կոդավորողի մոտ ինչ էմոցիոնալ ռեակցիա առաջացնում է լուր կարդալը, մենք ոնց որ սկսեցինք ոնց պատկերացրիք կոդեր տալ, այո, այսինքն սկսեցինք կոնտենտի վերլուծություն ըստ որտեղ կոդավորողը շատ կարևոր դերում էր, ինքը ոչ թե ուղղակի նա մեր պարամետր, չգիտեմ, քանի բառ է կամ որ թեման է, այլ նայում էր թե ինչ է անում իր հետ լուրը եւ ինքը ինչ անում այդ լուրի հետ կամ ինչ է ուզում անի այդ լուրի հետ, հա։ Ընթերցողի տեսանկյունից այո, ընթերցողի տեսանկյունից, այո, այսինքն երբ որ ինքը այս լուրը կարդում է, ինքը հասկանում է, ոնց է հասկանում, ինքը ինչ մի քանի բառով դա կտա ինչ էմոցիա առաջացնում կամ ձախողում առաջացնել ասենց ասեմ հա լրատվությունը այսինքն ամեն ինչ անցնում էր կոդավորող հետազոտողի միջով ինքը ոնց որ ակտիվորեն հենց իրան դիտարկելով դնում էր այդ ոնց որ բաները արդյունքները իր մոտ ձևակերպում էր բայց դա սուբյեկտիվ չէր եթե դա մի հոգի անի օրինակ մի հոգի հետ մեզ համար սուբյեկտիվը վատ բառ չի մեզ համար սուբյեկտիվը հենց այն է ինչի միջով դու ճանաչում ես որովհետև իրականում այդ նույն, չգիտեմ, քաղաքական մանիպուլատիվ ազդեցությունները, քարոզարշավի, չգիտեմ, լուրերը տարբեր մակարդակի ռեգիոնալ, գլոբալ, բոլորը անցնում են մեր էմոցիաների եւ մեր կոգնիտիվ, չէ, ինչ որ պրոցեսների միջով եւ մենք դրա միջով ենք արձագանքում այսինքն այդ նույն քաղաքական լրատվությունը հենց մեր սուբյեկտիվության հետ էլ հենց աշխատում է եւ մեզ համար կարևոր է հասկանալ սուբյեկտը ինչ է անում դրա հետ ինքը ստացավ այդ լուրը ինքը ինչ է այսինքն մենք ոչ թե սուբյեկտիվությունը մի կողմ ենք դնում այլ օգտագործում ենք այդ սուբյեկտիվությունը հասկանալու համար այն հավանական նորից կրկնեմ այդ բառը որ ոնց որ մենք որպես ոնց որ խումբ շատ ենք շրջանառում այն ինֆորմացիոն էկոմիջավայրը, այն ոնց որ էկոլոգիան
ինֆորմացիոն, որը ստեղծում է այսօրվա հայաստանյան մեդիան ու որտեղ արդեն իսկ մեր հետազոտության արդյունքներով ուրվագծվում են խնդիրներ, որովհետև այնպես ինչպես մատուցվում է լրատվությունը Հայաստանի վերաբերյալ բոլորովին նպաստավոր չի քաղաքացիական ներգրավման համար, խոսքս պարտադիր պրոտեստների եւ ցույցերի մասնակցելու մասին չի, ընդհանրապես ոնց որ ավելի շատ դրդում է օտարվելուն։ Ինչև կգանք դրան, ինձ մոտ մի հարց էլ բաց մնաց, ոնց որ այդ սուբյեկտիվայնության պահը հասկացանք, բայց օրինակ կախված կրթական մակարդակից, կախված քաղաքական հայացքներից եւ շատ այլ բաղադրիչներից, այդ սուբյեկտը կարող է նույն լուրին տարբեր սուբյեկտներ կարող են միևնույն լուրին տարբեր կերպ արձագանքել, այս հարցը ոնց է լուծվել հետազոտության համատեքստում։ Սա շատ կարևոր նուրբ հարց է, բնականաբար ցանկացած հետազոտություն ունի իր սահմանափակումները եւ սահմանները եւ մեր դեպքում այդ սահմանը երկու կոդավորող ունենալն էր։ Դա այսինքն մենք փորձել ենք այդ վարիատիվությունը, բազմազանությունը ստանալ նույն լրատվական այդ հոսքը, ասենք օրինակ, չգիտեմ, եթե խոսքը այս կամ այն ալիքի մասին, ասենք ինֆոկոմի, միշտ արել է 2 հոգի։ Հետո 2 հոգի արել է նաև մյուսը։ Այսինքն այդ դրանով ենք մենք ստացել այդ բազմազանությունը, որտեղ դրանից ավելել արդեն շատ ծանրաբեռնող է լինել տվյալների առումով։ Գալով նրան, որ այդ մասնակցայնության առումով ոչ նպաստավոր դաշտ է ստեղծում լրատվությունը Հայաստանում, ինչ թեմաներ են առանձնացվել եւ այդ թեմաները ինչպես են փաթեթավորվել, ինչն է ձեզ հիմք տվել մտածելու, որ դա մասնակցայնության տեսանկյունից այնքան էլ նպաստավոր պայմաններ չի ստեղծում Հայաստանում։ Ուրեմն մենք դեռ թեմաներին չենք էլ հասել, պատկերացրեք, այսինքն թեմաների վերլուծությունը արվել ավելի որակական մակարդակում, օրինակ, տեսնենք թե գերիշխող ինչ թեմաներ։ Օրինակ, երբ որ դու գործող սուբյեկտ ես կոդավորում, այսինքն տվյալ լրատվության գործող սուբյեկտը ով է, ու շատ հաճախ դուրս է գալիս Ալիևը։ Պատկերացրեք, եւ օրինակ եմ ասում, սա մի քիչ ինձ թվում է ապահով օրինակ է, ինչքան է որ թվում է, որ ոնց որ մտնում ենք այդ ռազմաքաղաքական դաշտ, բայց իսկապես կարելի է վստահաբար ասել, որ եթե քո նյուսմեյքերը, եթե քո մասին խոսողը հաճախ օրինակ քո ոնց որ քեզ վերջերս պարտության մատնացավ տառապանք պատճառած սուբյեկտն է, ուրեմն ոնց որ մենք արդեն այդտեղ խնդիր ունենք։ Սա մի օրինակ ուղղակի, այսինքն դեռ չգնալով թեմաներ, դիտարկելով թե ովքեր են ըստ ոնց որ կարդացող կոդավորողի սուբյեկտները, տվյալ լուրի ոնց որ հերոսները։ Հա, սա իհարկե ասեմ, որ 2024-ի լրատվությանն է վերաբերում, բնականաբար այն ինչ որ ես հիմա ասում եմ, վերաբերվելու է դրան եւ հուսամ, որ պատկերը փոխվել է 2025-ին, 26-ին։ Սա մի օրինակ, բայց մենք դեռ ճիշտն ասած մեր հետազոտության վերլուծական փուլը ընթացքի մեջ է։ Այնտեղ ահռելի բազա է, որ դեռ մենք քիչ-քիչ կարող ենք անել, բայց մենք հիմա կենտրոնացել ենք հուզական կոդերի վրա, այսինքն ուղղակի դեռ թեմաներին չհասած կոդավորողը ինչ հույզ է ապրել կամ ինչ հուզական մի քանի վիճակներ ապրել տվյալ լուրը կարդալուց եւ ինչն է շատ հետաքրքիր ու մենք հիմա նաեւ դրա ուղղությամբ հուսամ շուտով հրապարակվելիք հոդված ունենք, որ հույզերը ավելի շատ ոչ թե չգիտեմ տխրություն կամ ինչ որ զայրույթ, հա, այլ հույզի բացակայություն, այսինքն անհուզականությունն է։ Կոնկրետ ինչ-որ թեմաների, թե ընդհանուր ամբողջ։ Ընդհանուր առմամբ, կոնկրետ թեմաների մակարդակում դեռ չենք վերլուծել, մենք վերլուծել ենք թե ընդհանրապես այդ ամբողջ ընտրանքի մակարդակում հուզական է ընդհանուր sense ավազանը ինչպիսին է եւ նկատել ենք, որ առավելապես հուզական դաշտը լրատվությանը հանդեպ եղած հուզական ռեակցիաներում դոմինանտում են, գերիշխում են այդ ապաթիկ սպեկտրը, հա, ոնց որ անտարբեր սպեկտրը, անհուզականությունը, ոնց որ օտարվելու ցանկությունը, կամ ասենք ինչ որ անորոշություն է, որ ասում եմ, չգիտեմ ինչ եմ զգում։ Հա, չգիտեմ ինչ եմ զգումը շատ էր եւ իհարկե նաեւ կար հետ պատերազմին շատ բնորոշ որոշակի հուզական սպեկտր, զայրույթ, տխրություն եւ շատ ավելի քիչ էր, շատ քիչ էր դրական հուզական երանգավորումը։
կարող եմ դա ասել։ Որպես մեդիայի ներկայացուցիչ ինձ մի հարց է հետաքրքրում, երև եթե անգամ սրա պատասխանը հետազոտությունը ձեռ չի տվել, որպես մասնագետի եմ հարցնում, այս ամենում ավելի մեծ դեր ունեն այն իրադարձությունները, որոնք Հայաստանում, տարածաշրջանում կամ միջազգային մակարդակում կատարվում են, թե այն, թե լրատվամիջոցները ինչպես են փաթեթավորում եւ լսարանին հասցնում այդ լուրերը։ Սա շատ կարևոր հարց է ու մենք այս հարցի տեսանկյունից, այս հարցի պրիզմայով տվյալներին նայելու ենք եւ ոնց որ ալիքային համեմատություն անենք, որ տեսնենք այդ ոնց որ խմբագրական որոշումները, հա, ինչքանով են, հա, ալիքից ալիք գործոն դառնում։ Ես որպես մասնագետ կարող եմ ենթադրել իմ միջից պահ եղած ընկալումը ասել, որ այո, շատ մեծ կապ ունի, թե լրատվությունը ինչպես ես մատուցում եւ լեզուն, որով դու խոսում ես քո հանրության հետ, քո հանրության մասին։ Սա անշուշտ կարևոր է, բայց միևնույն ժամանակ եւ դա մենք ոնց որ պետք է հասկանանք, որ այս մեդիան ինքը sense մի հատ առանձին բան չի, էլի հանրությունից դուրս, դա այս բարդ այս նույն համակարգի մասն է եւ ինքը նաեւ արտացոլում է այն բոլոր խնդիրները, որով անցնում է այսօր հանրությունը, որով անցնում է այսօր աշխարհը, հետեւաբար որոշ այս բոլոր նշածս նաեւ հուզական բնութագրերը, այսինքն այդ օրինակ որը կոչվում է գրականության մեջ news avoidance, լուրից խուսափում, հա, շատ նաև գլոբալ են եւ շատ հասկանալի են, այսինքն մի կողմից մենք իհարկե պետք է բարձրացնենք մեր ակնկալիքները լրատվական ալիքներից, հա, որոշում կայացնողներից, որպեսզի նրանք ավելի պատասխանատու, ավելի զգայուն եւ ավելի զորեղացնող խոսեն, հա, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ դա էլ է ունենալու իր սահմանափակումները, որտեղ գլոբալ օբյեկտիվ իրադարձությունները այնպիսին են, որոնք շատ քիչ տեղ են թողնում, որ դու կարողանաս դրականորեն խոսել ինչ-որ բանի մասին։ Ձեր հետազոտությունը, թե չեմ սխալվում, երկբաղադրիչ էր, այսինքն մի կողմից ունեիք տվյալներ, որոնք ցույց էին տալիս, որ մարդկանց մոտ այդ լուրերից խուսափելը կամ անգամ հետևելու դեպքում անորոշ արձագանքները գերակշռում են, բայց մյուս կողմից նաև ֆոկուս խմբային քննարկումներ կային քաղաքացիների հետ, որոնք հա պիտի ենթադրաբար լուրեր սպառեն եւ ոնց որ թե այս դեպքում էլ նույն եզրահանգմանը եկաք, որ այդ նույնը ինչ որ կար, ինչ որ տվյալները ցույց էին տալիս, նաեւ առանձին օրինակներով էր ապացուցվում։ Այո, շատ ճիշտ է, մեր այս մեթոդաբանությունը շերտավորված է եղել, մենք դիտարկել ենք, ընդհանրապես մի մակարդակ կա, բացի նրանից, որ կոդավորողները ինչպես են ընկալել լուրը եւ ինչպիսի հուզական ռեակցիա են տվել, նաեւ շատ բարդ ստատիստիկ, ոնց որ ծրագրավորման լեզվով գրված պրոցեդուրայի շնորհիվ մենք նաև ոնց որ թեմատիկ կառուցվածքն ենք դուրս բերել մեր շատ հրաշալի Անի Գրիգորյանի շնորհիվ, այսինքն մենք նաև օբյեկտիվ տվյալ ենք ունեցել, այսինքն ինչ թեմատիկ կառուցվածք է գերիշխում այդ մեր ընտրած ժամանակահատվածում, այդ 4 լրատվականներում եւ իհարկե դոմինանտում էր անվտանգության թեման, այսինքն տեսեք, ինչի եմ սա ասում, որտեղ մի կողմից մենք ունենք անվտանգության, հետպատերազմի, խաղաղության շատ ինտենսիվ դիսկուրս լրատվության մեջ, այսինքն շատ կարևոր թեմաներ։ Մյուս կողմից ունենք քաղաքացուն, որը եւ խմբային քննարկման մակարդակում է երևում, եւ կոդավորողի մակարդակում, որը չի ուզում այդ լուրը լսի։ Այսինքն մենք ունենք, այսինքն առաջնահերթություն հանդիսացող թեմաներ, բայց դրա հանդեպ շատ դիստանցված կամ դիստանցվելու փորձ, որը հոգեբանորեն հասկանալի է, բայց խնդրահարույց է, հա, շատ հասկանալի է հոգեբանորեն։ Հետո մի արդյունքն էլ այն էր, որ մյուս կողմից կան թեմաներ, որոնց մասին հանրությունը կուզեր կարդալ, լսել, ինչ-որ կրթության մասին եւ այլն, բայց դրանք շատ փոքր մասն են կազմում ընդհանուր լրահոսի։ Մնում են լուսանցքում, այո, շատ դիպուկ ես նկատել, ուղղակի ես անդադ մտածում եմ, որ մեր ժամանակը չի ներում, որտեվ շատ ներբերանքներ կան այս հետազոտական թեկուզ այս փոքր սեգմենտը ուսումնասիրելից հույզերի, որ այո, այն թեմաները, որոնք մարդիկ համարում են ավելի իրենց հետ կապ ունեցող, իրենց համար հետաքրքրող, որը դուրս էր բերվում նույն այդ ֆոկուս խմբային քննարկումներում, ունա կրթության հարցերը, մնում էին լուսանցքում։ Այսինքն պատկերացրեք 5 թեմա էր խմբավորվել այդ ստատիստիկ բարդվելության մեթոդով, որից 4-ը վերաբերում էին այդ անվտանգությանը, հետպատերազմին, խաղաղության հեռանկարին եւ մեկը ոնց որ որը մենք ստիպված անվանեցինք այլ, ոնց որ
այլն, էլի, որովհետև այնտեղ ինչ ասես կար, բայց շատ փոքր քանակով եւ շատ փոքր արտահայտվածությամբ, էլի, այնտեղ կրթության հարցերն էին, մշակույթի հարցերն էին, այսինքն շատ կարեւոր է նաեւ այս տվյալները շատ խոսում, որ կարեւոր է, որ լրատվականները մի քիչ ավելի մարդկայնացնեն ոնց որ մեդիա պատմությունները, մի քիչ ավելի գնան դեպի մարդիկ եւ անպայման ինչպես ասեմ հայերենով միշտ այդ բառը դժվար եմ թարգմանել overwhelm ուղղակի շատ չծանրաբեռնեն, շատ sense այսպես բանը sense ալիքի տակ չմցնեն միայն, էլի, անվտանգության լուրերի կամ այնպիսի լուրերի, որոնց հետ մարդը չի իմանալու ինչ անել, էլի, նաև պետք է լրատվության հոսքում լինի այնպիսի կոնտենտ, որը մարդու մասին է, որի հետ կապված ինքն ինչ-որ մի բան կարող է անել։ Հետազոտության այս մի բաղադրիչը սա արդեն ամփոփված է եւ գրախոսման փուլում է հաջորդիվ ինչ թեմաներ են սպասվում 1-2 թեմա որոնց շուրջ արդեն թիմը աշխատում է ինչ որ գաղափարներ կան կամ գուցե չգիտեմ նախ ինչ որ սևագիր տարբերակով արդեն արկա են դե մենք հուսով ենք որ նորից վերադառնալու ենք այս մեր մեդիայի տվյալների բազային եւ շարունակենք արդեն ավելի խորը թեմատիկ ինչ որ կապերով եւ այլն բայց դա դեռ ժամանակ թողնելու ենք եւ հիմա այս պահին ավելի շատ կենտրոնացած ենք հասկանալու համար քաղաքացիական ներգրավման եւ քաղաքական մասնակցության խոչընդոտների եւ ընկալվող խոչընդոտների եւ հնարավորությունների վերլուծության վրա եւ այդ վերլուծությունը հիմնվում է ֆոկուս խմբային քննարկումների վրա տեսեք ոնց որ շատ մեկը մյուսի հետևից է մենք հիմա ունենք տվյալների բազա որի հիման վրա դա են գրում ինչպես նաեւ մի ենթաթեմա էլ այդ գործորդության այդ agency այդ ազդելու սուբյեկտիվ կարողության, հա, այսինքն ազդելու կարողության սուբյեկտիվ ընկալման շուրջ է մի հոդված պատրաստվում հիմա եւ էլի կան ինչ որ նպատակներ, որ վախենում եմ հնչեցնեմ, որտեվ կարող է չհասցնենք, որովհետեւ զուգահեռաբար մենք նաեւ հիմա պետք է սկսենք մեր քանակական հետազոտության դաշտը, որը ոնց արեցինք միևնույն է անգամ շատ խնդրահարույց փուլ, տեսեք, նախընտրական քարոզարշավն է, որտեղ բոլորը հարցումներ են անցկացնում, որտեղ հա, բոլորը են անցկացում նախ այդ կա որ մարդիկ մենք կարող ունենանք մերժման ինչ որ տոկոս բայց նաև հարցը այն է որ արդեն նարատիվները խոսակցությունները շատ եւ ազդելու մոտիվները կոնկրետացել են այսինքն աղմուկը շատ է եւ ես վստահ չեմ որ լավագույն փուլն է որ մարդկանց սոցիալ հոգեբանական ուսումնասիրություն անես բայց մյուս կողմից այլ տարբերակ չունենք երևի առաջիկա ամսում արդեն կամ փոփենք հարցախոսը որ սկսենք մտնենք մարդկանց ուղեղներում։ Իսկ ընտրություններին մասնակցայնության առումով ինչ որ թեմա ունեք, որովհետև դա էլ չէ քաղաքացիական մասնակցության եւ ազդելու ինչ որ ձև է։ Այո։ Հարցախույզի մեջ ընտրության մասին մի հարց կունենանք, բայց դա չի մեր ֆոկուսը, որտեղ այո, դա ձևերից մեկն է։ Իհարկե քաղաքական մասնակցության ու այդ ես նաև նկատում եմ հիմա ուղղակի դիտարկումներով որ նաև փորձ են անում այդ ընտրությունների մասնակցել չմասնակցելու վրա ազդեն օրինակ նկատում եմ որ ես ինչ որ մի հատ տեսա հոլովակ երևաց որ սաղ սուտ է բոլորը նույնն են չգնալ չմասնակցել այսինքն մենք նաև քաղաքական ցինիզմի մեծ տոկոս կարող ենք ակնկալել իսկապես այս առաջիկա ընտրությունները ոնց որ շատ բազմագործոն միջավայրում են տեղի ունենալ նաև գլոբալ քաղաքական ցինիզմի կոնտեքստում հետեւաբար մենք էլ չգիտենք ինչ սպասել բայց ինչ հնարավոր է հարցնելու ենք մարդկանց եւ որպես ամփոփում թեմայի քննարկումներից մեկի ժամանակ ֆիքսել եմ քո մի խոսքը որ Հայաստանում հոգեբանական հետազոտությունները խոչընդոտի են բախվում են առումով որ մի կողմից կա այդ միջազգային գրականությունը որը միջազգային հա հիմնական արևմտյան փորձի վրա կենտրոնացած այդ ամբողջ տեսությունը մյուս կողմից մենք ինչ որ մարգինալ տեղ ունենք, գուցե ինչ-որ միջազգային մեծ հետազոտության համատեքստում Հայաստանից տվյալներ վերցվեն եւ այդ մեծ հետազոտության մեջ ներգրավվեն, բայց հենց Հայաստանի վրա կենտրոնացած հետազոտությունները շատ քիչ են։ Այս համատեքստում ստեղծված լաբորատորիան եւ այս հետազոտական թեմաները ինչպես են նպաստելու, որ հոգեբանական հետազոտությունները ավելի զարգանան Հայաստանում եւ տեսությանն էլ ինչ-որ առումով գուցե նպաստեն։
Սա շատ կարևոր ցավոտ կետի է գտնում, որտեվ տարբեր անելիքներ կան այս առումով, ինչ վերաբերում է մեր անելիքին որպես գիտնականների հետազոտողների, մենք իհարկե պետք է փորձենք դառնալ ավելի բարձրաձայն։ Այսինքն, օրինակ, հիմա ես մի հոդված եմ պատրաստում, որը հենց Asian social psychology այդ բարբերականի համար է, հուսով եմ հասցնել, որը ոնց որ հատուկ թողարկմամբ ուզում է հենց ուսումնասիրել այդ ապագա գաղութացնող մոտեցմամբ, ուզում է լսել ձայներ եւ ուզում է ոնց որ այդ հարցը բարձրացնել, որ սոցիալական ընդհանրապես հոգեբանությունը շատ արևմտակենտրոնացած է եւ պետքա դա փոխել եւ ոնց որ ես հուսով եմ, որ այդ օրինակ, այսինքն ձայներից մեկը միշտ հոդված գրելն է, փորձել գրել, բայց դա շատ դժվարացած է, որտեվ ինչ օքեյ, մեկ կարող է տենց հնարավորություն լինի, դու քննադատական ինչ որ հոդված գրես, որը լինի այն մասին, որ հեյ, մենք էլ կանք այստեղ եւ այլն, բայց հիմնականում, եթե օրինակ քեզնից որպես գիտնականից, որպես խմբի ղեկավարից ակնկալում են արդյունքներ, հա, օրինակ, հա, հոդվածների տեսքով, դա օրինակ կոմիտեի պահանջն է, չէ, ինքը նաև քանակական ցուցանիշներ ունի։ Դու պետք է ստիպված այդ հիմնահոս բանով էլ շարժվես, այսինքն պետք է փորձես համապատասխանել իրենց եւ նաեւ գրել, այսինքն իսկ այնտեղ գրել, օրինակ հոգեբանական ամսագրերում գրելու համար առանձնապես դու բավականին դժվար է Հայաստանի կոնտեքստ տանել այնտեղ ու հետաքրքրել մարդկանց, հա, այսինքն ինքնաբավ հետազոտություն լինի հենց Հայաստանի մասին ու հետաքրքրի։ Ռեգիոնալ ամսագրերում, չգիտեմ, անթրոպոլոգիական ամսագրերում, հա, բայց հոգեբանությունը սիրում է քեզ դիտարկել իսկապես որպես ինչ որ մի երկիր, ինչ որ տվյալներով, որ կարա մասնակցի ինչ որ միջմշակութային հետազոտության եւ շատ դժվար է մտնել այդտեղ ավելի բարձր եւ ոնց որ հեղինակային ձայնով։ Հիմա իմ նպատակներից մեկը դա է, ճիշտն ասած, որտեղ մենք դա կարող ենք անել, մենք կարող ենք մեր кейսը, մեր դեպքերը, մեր ունիկալ ոնց որ փորձառությունները բերել դաշտ, որակական հատկապես հետազոտություններ ու ասել մենք էլ կանք, հա, բայց պետք է միշտ հաշվի առնել, որ մենք նաև ունենք պարտավորություններ, որ պետք է այսքան հրապարակվել, իսկ դա միշտ նշանակում է նաև ոնց որ տրենդերին փորձել հարմարվել եւ մի քիչ ոնց որ գնալ այդ գաղութային օրակարգերով, ինչը մի քիչ իհարկե ես կուզեի եւ դա իմ համար սկզբունքասայել եմ ուզում ասեմ, որ առաջին մեր հոդվածներից մեկը լինի հայերեն, անկախ նրանից, որ դա ոնց որ միջազգային հրապարակում չի համարվելու եւ այլն, որտեվ շատ կարեւոր է նաեւ, որ ոչ միայն դրսին լսելի լինել, նախ ինքնանկարագրվել, նախ քո ներքին լսարանը իր սեփական լեզվով կարողանա կարդալ գիտական ընթացիկ արդյունքների մասին ու տեսնի, թե ինքը իր հետ ինչ է կատարվում։ Դրա համար ինձ համար սկզբունքային է, որ առաջին հոդվածներից մեկը հայերեն տպվի, անկախ նրանից, որ ինքը չի հաշվարկվելու որպես գիտական արդյունք, ցավոք սրտի։ Շատ լավ, հաջողություն բոլոր թեմաներին, տենց ես էլ կհետևեմ հետաքրքիր են թեմաները եւ որպես ընթերցող եւ որպես լրագրող եւ հուսամ այդ շրջանակում խոսելու առիթներ էլի կլինեն։ Ես էլ եմ հուսով եւ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ դուք լսում եք Հանրագիտ ոդքասթը եւ իմ հյուրն է Սոնա Մանուսյանը, որը հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրությունների գիտական խմբի ղեկավարն է։